Կառնուտսի ֆերմերը 3 տարի առաջ երկընտրանքի մեջ էր, այծեր պահել կաթիցել մոցարելա պանիր արտադրել, թե տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվել։ Երկար ծանրութ հետևից հետո նախապատվությունը տվեց երկրորդ բիզնես մտքին։ Շիրակի մարզում առաջին ինքն էր, որ Ֆրանսիայից բլանշ ցեղատեսակի տոհմայիններ բերեց։ Նորեկները հյուսիսի ցուրտ կլիմային սպասվածից հեշտ հարմարվեցին։ Մեր ֆրանսիական ոչխարները շատ աշխուժ են, շատ եռանդուն, օրական մինչև 20-ից 25 կիլոմետր կարողանում են գնալ հանդերում արածել հետ կան։ Հայրենի գյուղում սերնդեսերունդ անասնապահությամբ են զբաղվել, տեղական ոչխարների փոխարեն տոհմայիններ պահել բազմացնել որոշեց, երբ հաշվարկներ արեց, որ գործումներ դրած ջանքից շահույթն ավելին կլինի։ Մեր տեղական հետ համեմատած 20-ից 30% բարձր մտերատվություն ունեն, պահանջարկ արդեն Հայաստանում կա, մեռամռնի միսը շատ համեղ միս է։ Արժեքներն էլ թանկ է, ինքը մեր տեղական հետ համեմատած 5-ից 6000 դրամ է 1 կիլոգրամը։ Սուբսիդավորվող տոկոսագումարներով կառուցած ընդարձակ ֆերմայի սպիտակամորթ բնակիչների քանակը 2 տարում գրեթե կրկնապատկվել է, 239 կենդաներ ներկրել, հիմա մոտ 500-ն ունի չհաշված, որ ընթացքում նաև վաճառել է։ Բլանշերը ոչ միայն մսատվությամբ են շռայլ, պտղաբերությամբ նույնպես։ Տեղական ոչխարը տարին մի անգամ է ծակ տալիս եւ մի հատ է տալիս, շատ հազվադեպ դեպքերում են լինում, որ 2 հատ են տալիս, բայց այս սորտը արդեն երկրորդ ծերունդն ենք ստացել ներկրածից 60-65%-ը զույգ են բերում։ 2022-ին կենդանիներին գնեց սեփական միջոցներով, որից հետո պետությունից ծախսի 23%-ի փոխհատուցում ստացավ որպես աջակցություն ոչխարաբուծության զարգացման ծրագրով։ 2019-ից 23-ի ընթացքում ծրագիրը 2 բաղադրիչով էր աջակցություն նախատեսում, վարկերի տոկոսների սուբսիդավորում ու փոխհատուցում ներկրված մանր եղջերավորի արժեքի մինչև 27%-ի չափով։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման նոր ընթացիկ քառամյա ծրագրով գործում է բաղադրիչներից մեկը՝ փոխհատուցմանը լավարկված պայմաններով։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տոհմային բարձրարժեք ոչխարների այծերի արժեքի 50%-ի չափով, եթե տեղի շուկայից ձեռք բերեն, ապա մինչև 300,000 դրամի 50%-ը, եթե արտերկրից ներկրեն, մինչև 450,000 դրամի 50%-ն է նախատեսվում փոխհատուցել։ Մեր երկրի բնատնտեսական ներուժը նպաստավոր է անասնաբուծության զարգացման համար, ոչխարաբուծությունը խթանելու համար արոտավայրերի խնդիր չունենք։ Հակառակը ունենք չօգտագործվող ընդարձակ տարածություններ, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու հնարավոր կլինի մանր եղջերավորների գլխաքանակն էական ավելացնել, նաև արտահանման ցուցանիշները փոխել, տարեկան հասցնելով մինչև 400,000-ի։ 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների ունենք շուրջ 685,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի 24-28 թվականների ընթացքում նախատեսվում է 10,000 գլխի ձեռքբերում եւ տեղի շուկայից եւ արտերկրից։ Ակնկալում ենք, որ հետագա տարիներին կստացվի առնվազն 20,000 սերունդ։ Գենով ֆոնդն ենք լավացնում, կավելանա պտղատվությունը, աճի ինտենսիվությունը, սեզոնայնությունը, զուգավորման կարող է փոփոխվել։ Կառնուտսի ֆերմերը վստահեցնում է, որ ներմուծած ֆրանսիական բլանշերից Շիրակում ծնված սերունդն ավելի տոկուն է, ավելի ադապտացված մեր բնակլիմայական միջավայրին։ Կողքից իր բռնած գործի հաջողությունն աչքի տակ ունենալով շատերն են մոտենում, փորձում ներգրավել գործում։ Իր ռեսուրսներն էլ արդեն թույլ են տալիս դառնալ ծրագրի գործընկեր։ Տոմային քարտերը լրացրել ենք, մարտիկ կաներ հետարկրվում են, պայմանավորություն ունենք արդեն, որ մեր բուծածները գնեն եւ նոր ֆիրմայի անկինեն։ 2024-ից 28 թվականների ծրագրի բյուջեն 1 միլիարդ 950 միլիոն դրամ է, միայն 2025-ին նախատեսվում է տրամադրել մոտ 290 միլիոն դրամ փոխհատուցում։